Բարի գալուս Սիվիլնետ, տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանին։ Բարև ձեզ։ Պարոն Ֆարմանյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Ֆարմանյան, նախապես մենք ձեզ հետ զրուցեցինք, իհարկե դրա մասին լսարան տեղյակ չէ, բայց խոսեցինք եւ հասկացանք, որ ես ձեզ որպես ՀԿ-ի ներկայացուցիչ չպետք է ներկայացնեմ։ Կբացատրեք ինչու։ Նայեք 2019 թվականի հունվարից ես հանրապետական կուսակցությունում չեմ, երբևէ առիթ չի եղել եւ ինքս նպատակարար չեմ համարել դա հանրայնացնել, բայց եթե հետաքրքիր է ներկայացնեմ, որտեղ ուղիղ առնչություն ունի նաեւ օրվա իրադարձություններին, երբ որ Նիկոլ Փաշինյանի եկավ իշխանության 18 թվականի մայիսին, հա, հետո հիշում եք խորհրդարանի լուծարում արտահայտ ընտրություններ 18 թվականի դեկտեմբերին, այո։ Ես որպես հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ իմ բազում գործընկերներ կհավաստեն, մեր փակ քննարկումներում միշտ առաջ եմ տարել այն տեսակետը, որ ոչ միայն չպետք է մասնակցել 18 թվականի հենց դեկտեմբերի արտահայտ խորհրդարանական ընտրություններին, այլ ընդհանրապես ատամները կրճտացնելով բառի բուն իմաստով ենթարկվելով տեղին եւ անտեղի զրկանքների, հետապնդումների, թիրախավորման, պետքա տանել այդ անխուսափելի ալիքը հարվածների, ինչու, որտեղ Փաշինյանը 18 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը հիմա մենք պատմաբան որպես չենք քննարկում, փաթեթավորեց որպես հեղափոխություն։ Ես ասում եմ, որ համաշխարհային փորձը լավագույնս վկայում է հեղափոխության գաղափարը կենթանի է ողջ այնքան եւ գրավիչ այնքան, քանի դեռ կա հակահեղափոխության վտանգ։ Խնդրեմ նայեք բոլշևիկյան հեղափոխության օրինակը, հա։ Եվ ես ասում եմ, որ մենք կոնսոլիդացնում ենք հեղափոխության կողմնակիցներին։ Միանշանակ։ Այսինքն ասում եմ մենք արել ենք հեղափոխություն, այ Արշալույսը, Սամվելը, մյուսը հակահեղափոխականներն են, ժողովուրդ ջան, ուզում են ձեր արած հեղափոխությունը գան հետ պտտեն, դուք մնացեք կոնսոլիդացված, ձեր ասած թշնամու կերպար, ներքին թշնամու։ Շատ եմ շեղվում, բայց շատ տեղին է։ Ստալինի նման քաղաքական առաջնորդը, որ դուք լավ գիտեք իշխանության կոնսոլիդացման համար ինչ քայլերի դիմեց, այդուհանդերձ Տրոցկուն ողջ թողեց դուրս գա երկրի։ Եվ շատերը ապշած էին եւ ապշած են նաեւ ինչ որ ասում են լավ, այդ բոլոր քաղաքական հակառակորդներին վերացնելուց հետո ինչի թողեց սկզբում Լեոն Տրոցկուն դուրս գա խորհրդային միությունից։ Էսա բացատրությունը։ Իրեն պետք էր հեղափոխության, այսպես ասած, իշխանության ներքին թշնամու կերպար, որի դեմ պայքարի դրոշակով կոնսոլիդացնել մնաց։ Հետո երկար չձգեց Տրոցկը։ Դա ուրիշ հարց է։ Մենք քննարկում ենք հեղափոխություն, հակահեղափոխություն անցից։ Այդ ժամանակից Եվ 18 թվականին ես մնացի փոքրամասնության մեջ։ Ցավոք դեպքերի ընթացքը հետագայում աջակցությունն է, բայց ՀԿ-ում դուք Չէ, այդ պարագայում հանուն ճշմարտության չեմ ուզի մեր ներքին քննարկումները բացեն, ես ասեմ, որ այդ տեսակետը մնաց փոքրամասնության մեջ եւ ես որպես մեր համատեղ անցած ճանապարհը մեծ հարգանքով գնահատող անձնավորություն, ուղղակի ենթարկվեցի մեծամասնության որոշմանը ամեն կերպ աջակցելով կուսակցության հաջողությանը 18 թվականի արտահայտ ընտրություններում, բայց երբ եղավ այն ինչ ցավոք եղավ, ես արդեն 19 թվականի հունվարից, քանի տարի կլինի, արդեն դուրս եկա հանրապետականից։ Իմիջիայլոց ինչի է սա օրվա հետ զուգորդվում, նույն տրամաբանությունն էր։ Հետո եղավ 2021 թվականը։ Էլի խորհրդարանական ընտրություններ արտահայտ կհիշեք։ Նույն քննարկումներն են եղել վարակույրների հետևում։ Մարդկանց մի խումբ է թվում նաև ձեր խոնարհ ծառան։ Պնդում էր, որ ունենալով նման պատկեր ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյանի դեպքում որպես տիխոսային ընդդիմության առաջնորդ, նաև պատիվ ունեմ դաշինք եւ մնացածը, Նիկոլ Փաշինյանը նորից վերարտադրվելու է ոչ թե այն պատճառով, որ մեր հասարակությունը կներեք մատների արանքով էր նայում Արցախյան ողբերգությանը, հազարավոր զոհերին, կամ Նիկոլ Փաշինյանի 18 թվականին տրված խոստումներից չկատարմանը, այլ պարզապես գործում էր, այսպես ասած, ատելության ձևակերպեք հակահեղափոխության շատ պարզ դիլեմա է, սա զանգվածային հոգեբանության տեսակետից 21 թվականին եւս ցավոք եղավ այն, ինչը մեր սրտով չէր։ Էլի մենք մնացինք փոքրամասնության մեջ, Արշալույս ջան, էլի
քաղաքական կոռեկտությունից ելնելով եւ մտածելով, որ դե եթե չենք կարողանում ազդել դեպքերի վրա, անենք առավելագույն հնարավորը, բարի բուն իմաստով դույլերով գյուղում ոնց է ջուր կրեցինք ընդդիմության հաղթանակի համար, հիշում եք մեր Argus հերոստանգերությունը կար ձեր գործընկեր, որը մեզ դեր կատարեց եւ այլն, բայց էլի ցավոք եղավ, այն ինչ եղավ, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց հակառակ բևերի շուրջ ունեցած ատելության ուժով։ Հիմա պարոն Ֆարմանյան, նույնը կա վտանգ կրկնվում է 26 թվականին։ Կգանք այս ընտրություններին, բայց այդ ժամանակ այն 21-ի մասին խոսեցիք, 21-ում հիշում եք ինչ վիճակ էր, պատերազմ, պարտություն եւ այլն, բայց եթե ընդդիմությունը չմասնակցեր, նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքով եւ մեծ հաշվով Սերժ Սարգսյանը պատիվ ունեմ դաշինքով, ով մասնակցեր։ Ում պետք է պարտվեր այդ դեպքում Փաշինյանը, եթե իրենք չմասնակցեին, ով պետք է իրեն այդ մարտահրավերը նետեր, չկար ուրիշ մարտահրավեր նետող կարծես։ Շիրակի մարզից մի գյուղի տղա ես եմ, Ջավախից մի գյուղի տղա դու, արի գնա դու ձեր գյուղ, ես մեր գյուղ։ Գյուղի ամենաքիչ տեղեկացված եւ ամենաանկիրք մարդուն այդ հարցը տանք։ Տեսնենք հələ իրանք ինչ կպատասխանեն, առանց պայմանավորվել։ Իրանք բոլորը կասեն ձեզ նույն բանը։ Թող մի կողմ քաշվեին, ձևավորվեր նոր, թարմ, ունակ, ատելության առարկա չհանդիսացող թիմ, որի հետևից ժողովուրդը կգնար։ Սխալ եմ ասում, որ մեր գյուղերում այդ պատասխանը։ Մոտավորապես այդ պատասխանը կար, այո։ Դե բա հիմա կներես, հիմա դու ուզում ես ես ինչ։ Այսինքն եթե իրենք չլինեին, ինչ որ մեկը կլիներ անպայման։ Եղբայր մեր հասարակությունը, Արշակ, շատ վատ բան պետք է ասեմ։ Քաղաքականությունը երազախապության մասին չի, իդիլիստական պատկերացումների մասին չի։ Դու չես կարող հերկել իրականությունը։ Մենք շատ հաճախ ինքներս մեզ որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ մեղադրում ենք, չէ՞, այսինքն դուք մեղադրում եք քաղաքական գործիչներին տեղին, որ ախպեր ոնց որ էս մեր քաղաքական գործիչները իրականությունից կտրված լինեն, երբ որ բանը հասնում է արտաքին քաղաքականությանը, այսինքն քննադատության հիմքում այնա, որ դուք կտրված եք իրականությունից։ Հիմա երբ որ իրականությունն է, եղբայր, որ մեր ժողովուրդը 1000 ձևով, 1000 անգամ մի պարզ բան փոխանցել, ասում է եղբայր, ես պատրաստ եմ ոտքի վրա կանգնած մեռնել, պատրաստ եմ հրաժարվել իմ ինքնությունից, իմ սրբություններից, իմ արժեքներից, դառնալ անտարբեր, արտագաղթել, թափառական, առանց հայրենիք մնալ, բայց իմ ձեռքով ես նախկին նախագահներին իշխանության չեմ բերի։ Ասի բարդա էս տրիվիալ, կներեք, բացարձակ կապ չունի խոսքում մասն, կարող եմ ես լինել, կարող եմ իմ մասին ասել։ Այսինքն պարզից պարզա, չէ՞ սա, չգիտեմ, ինչ խելք է պետք, կոցի խելք, որ հասկանաս այս պարզ բանը։ Գնացեք Հայաստանով մեկ պտտվեք, ինչ է, ես նոր բան եմ ասում, հեղափոխական բան եմ ասում։ Ես ասում եմ դա ճիշտ է կամ սխալ, ասում եմ դա փաստ է։ Պարոն Ֆարմանյան, այդ դեպքում քանի կա այդ ստվերը, Նիկոլ Փաշինյանը սնվում է իմ ասած հանգամանքից։ Կտրեք այդ պորտալարը, Նիկոլ Փաշինյանը իր գործած հանցանքներով ժողովրդին 1003 խաբելով կմնա մենակ հանրային ճնշող տրամադրությունների դեմ, որը հետ իր օգտին չի։ Ինք ունի մի աջակցություն, մի օգնություն, մի առավելություն, չկա այլ ընտրանք ժողովրդի աշխում։ Ժողովուրդն ասում է, դե եթե այլ ընտրանքն է հիմա։ Դե այդ խնդիրը միշտ եղել է, ժամանակին էլ ոչ այս պայմաններում նկատի ունեմ, բայց միշտ եղել է, որ քանի որ այլ ընտրանք չկա, գուցե գործող իշխանությունն է այդ ընտրությունը որ կա, բայց տարբեր մեթոդներով են իհարկե եղել։ Պարոն Ֆարմանյան, տեսեք, այդ դեպքում, եթե խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, որի վերաբերյալ վերջերս հատկապես պարբերաբար դուք ստատուսներ եք գրում, այսինքն գրառումներ եք անում Facebook-ում, քննադատելով նրա որոշումը մասնակցել այս ընտրություններին։ Այնուամենայնիվ, եթե 2021 թվականի հետ ենք համեմատում, ինքը իսկապես այդ տիտղոսային, ինչպես դուք եք ասում, ընդդիմության առաջնորդներ եւ հիմնական մրցակիցներ Փաշինյանին այդ ընտրություններին եւ բևերային ընտրություններ էին, ինչ որ առումով բևերացված ընտրություններ էին, կամ Քոչարյանն է, կամ Փաշինյանը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը հանուն արդարության այդպեսին չի եւ ընկալումն էլ այդպեսին չի։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, խնդիր ունի անգամ այդ 8%-ը հաղթահարելու իր համաձայն սոցիոլոգիական հարցումների իր դաշինքով, իր ղեկավարած դաշինքով։ Ինչու է կարծում, որ այս անգամ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը այդքան էլի նույն էֆեկտն է ունենալու։ Հակավարկանիշը ինչպիսին է։ Կարող է լինել շատ բարձր։ Հիմա ձեզ ինչ է թվում, Նիկոլ Փաշինյանն հետաքրքրում է Քոչարյանի վարկանիշը 6%-ա, 5%, թե 4%։
թե հետաքրքրում է հակավարկանիշը։ Ախր Դե եթե վարկանիշը մեծ չի, հակավարկանիշն էլ կարող է մեծ չլինել։ Այսինքն անտարբերության դաշտում կարող է լինել։ Բարձր է։ Նիկոլ Փաշինյանից հետո ամենաբարձր հակավարկանիշն ինքն ունի, բայց սա թողնենք Նիկոլ։ Նայեք, եթե Հայաստանը չլիներ ճակատագրական, այսինքն ճամփաբաժանի առաջ եւ ապագայում աղետը ինձ համար տեսանելի չլիներ, այսինքն ստանդարտ ընտրություններ լինեին։ Ես ինչ-որ միտեղ կհամարեի, որ անիմաստ է այս ամեն ինչը խոսել, բարձրաձայնել, որտեվ քիչ հույս ունեմ, որ իմ, այսպես ասած, կամ իմ գաղափարակից այլ ընկերների ազդեցությամբ դեպքերը այլ հունով կընթանան։ Բայց եղբայր Հայաստանը իսկապես կանգնած է ճակատագրական ընտրության շեմին։ Աղետները գալիք Նիկոլի վերարտադրման պարագայում ես տեսնում եմ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին տեսնում էի Արցախի հետ տեղի ունենալիքը, երբ որ հեճեական չի, նույնիսկ իմ տանեցիները կարողա չկիսեին իմ մտահոգությունը։ Եվ եթե իրավիճակը այդպեսին է, հետևություն, մենք պետքա պարզ խոսենք, մենք պետքա բաց խոսենք, որտեղ հունիսի 8-ին ուշ է լինելու։ Էլ իմաստել չի ունենալու։ Նիկոլ Փաշինյանին Քոչարյանի մասնակցությունը քարոզչական այնպիսի նվեր է, որ այդպիսի նվեր կներեք հարազատ աղբորը կարողա չանի։ Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին ընտրարշավի ընթացքում ինչ է գնալու վաճառելու։ Գնալու է ասի, Ռոջա, նայեք, այսքան զողողությունների գնով եւ այլ, ես ձեզ խոստանում եմ խաղաղություն։ Մեր չափ գոնե կամ մեզանից ավել տեղեկացված մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա քարոզչական տրյուկ է, իր նարատիվներով, փաթեթավորված, նախապատրաստված, նաեւ արտաքին աջակցությամբ եւ այլն։ Եվ մենք հասկանում ենք, որ ինքնության ճգնաժամ ապրող պատերազմում պարտված հազարավոր զոհեր տված կիսածնկած ժողովրդի ականջների համար խաղաղության խոստումը հաճելի նախընտրական լոզունգ է։ Բայց այդ լոզունգը կաշխատի մի դեպքում, եթե ինք ասի, ահա նայեք, եթե դուք չեք ուզում խաղաղություն, խնդրեմ, այլընտրանքը։ Ռոբերտ Քոչարյան, Ղարաբաղյան շարժումը կշարունակվի, կլինի պատերազմ եւ այլն։ Հիմա ես չեմ քննարկում, սա ճիշտ է, սխալ է։ Մենք խոսում ենք իրականությունից։ Հանրությունը այդ դեպքում ինչ ընտրություն է կատարելու։ Սա մեկ, երկրորդ։ Բոլորս գիտենք, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը 18 թվականից եկել է իշխանության, մեր հասարակության ընչազուր, չունևոր, ինչ որ առումով վատ տեղեկացված խավերին, ինչ է ասել է հետեւյալը. Ժորժ ջան, ես գալիս եմ, այս թալանչի բոբոների հարցերը լուծեմ, թալանը վերադարձնեմ ձեզ։ Չի արել, հասարակությունը փոշմանել է, ճիշտ է, խապված է իրան։ Ինչ որ առումով արել է, նաև կան հրապարակումներ։ Եկեք չխապենք, կան հրապարակումներ, ինքը կարա ժամերով բերի ապօրինի գույքով այսքան գործ հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանը իրան խապել է։ Եկեք ստեղը չվիճենք։ Դրա համար կարանք մեր գյուղերով շրջենք, ետ էլ հասկանանք։ Հիմա ինքը ինչ է անելու, գնալու է լսեցան, ահա, ժողով ջան, դուք ինձ պողպատե մանդատ տվիք, բայց պարզվեց էդ էլ քիչ էր, այս անգամ ես պահանջում եմ ընդհանրապես ավելի պինդ մետաղավորն այդ դրանից մանդատ, թալանչիները եկել են, եղբայր ամոթել է այս ամեն ինչի մասին, այսքան հրապարակային խոսել, սա ես ասել եմ, Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը վերածել է հոգեբուժարանի իր վարկու բարկով, Քոչարյանը եւ մեր ընդդիմությունը տիտղոսային քաղաքականությունը վերածում է մանկապարտեզի, երբ որ ստիպված ես բաների մասին խոսել, տաղավարից դուրս գալ, հետո ամաչել, որ այդքան པարզ բաների մասին խոսում։ Եվ երրորդը, չէ, սպասեք։ Եվ երրորդը։ Դուք կարող եք ստանձնեք, խնդրեմ, Քոչյանի փաստաբանի դերը։ Ինչ խնդիր է լուծում։ Ցավը տանեմ։ Ցավը տանեմ, ինչ խնդիր ես դու լուծում մասնակցելով ընտրություններին։ Օդում կախված մի հարց կա, եթե մենք խոսում ենք ընդդիմության մասին, ոնց իշխանությունից հեռացնել Նիկոլին, չկա այլ հարց, գոյություն չունի։ Այս Հանրային հայտարարությունում ինքն էլ այդ նպատակն ունի։ Եղբայր, ոնց բացատրի օրինակ ասա, որ ես Արշալույսի հետ դաշինք կազմած։ Իշխանությունը ամենաշատը խոսում է նրա մասին, որ կարծես նաև այդ սցենարն է, այդ սցենարից է փորձում խուսափել, դա Գյումրի երկու սցենարն է։ Քոչարյանը ասում է, որ գնում են Գյումրի 2 անեն, հարց եմ տալիս։ Չէ, բայց ենթադրում եմ ինքը նաև դեմ չի լինի ինչ-որ ընդդիմադիր տեխնացուի աջակցել կամ իրեն աջակցեն, որ դառնա վարչապետ։ Եղբայր, վերևի շուրջ ավելի շատ ավելի մեծ թվով ձայն հավաքի։ Վերևի շրթունքով դուք հենց հիմա ասում եք, դուք չէ, էլի, փոխաբերական, որ Հայաստանը կենաց մահվան ընտրության առաջ է։ Դուք եք ասում։ Ես եմ ասում փոխանցելով ընդդիմության կարծիքը, որը ճիշտ կարծիք է։ Բոլորն են ասում։ Նիկոլ Փաշինյանի վերարտադրություն նշանակում է հարցական նշան դնել Հայաստանի Հանրապետության գոյության եւ ապագայի վրա։ Ճիշտ գնահատական է,
Ճիշտ գնահատական։ Չեմ դրա մասին խոսենք։ Եթե դու վերին շրթունքով ասում ես դա, բայց ներքևի շրթունքով չես ասում, թե ես ինչ եմ անում, որ կանխեմ դա, տրամաբանության խեղում առաջանում։ Թող ընդդիմությունը կանգնի հայտարարի, որ օրինակ 3 ընդդիմադիր ճակատներով օրինակ գնում ենք մասնակցել, դուք սխալվում եք, մտահոգությունները ձեր տեղին չի։ Գնում ենք այս 3-ով մասնակցենք, 3-ով միասին հավաքում ենք, օրինակ 50% + 1, ամենաշատ հավաքած ընդդիմադիր խմբակցության առաջնորդին դարձնում ենք վարչապետ, այդ ձևով Նիկոլ Փաշինյանը դրա մասին չհայտարարվեց, բայց եղավ դա։ Գյումրի ընտրություններին դրա մասին չհայտարարվեց, բայց եղավ դա։ Շատ լավ։ Հիմա ես ճիշտ եմ հասկանում, որ ըստ ձեզ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ իրանք գնում են խորհրդարանում Գյումրի 2-անը։ Չէ, ես նկատի ունեմ Գյումրիում չհայտարարվեց, բայց եղավ այդպես։ Կրկնում եմ հարցս, օքեյ, եղավ։ Թողնենք այն ինչ եղավ։ Որտեվ ցավոք սրտի, եթե ասում են Գյումրի 2, մենք պետքա մինչև վերջ գնանք։ Իշխանությունը բիրտ ապօրինի ուժ կիրառելով այդ Գյումրի 2-ի արդյունքում ընտրված քաղաքապետին զրկել է ինչից ազատությունից եւ այլն։ Բայց սա ուրիշ պատմություն է։ Հարցնում եմ երրորդ անգամ։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Հայաստան դաշինքով մասնակցելով ընտրություններին ունի նպատակ հաղթահարելու անցողիկ շեմը, թողնենք դա ինչքանով է իրատեսական։ Հետո կպնի մյուս ընդդիմադիրներին եւ անեն իշխանապողություն։ Չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը գուցե այդ հարցին պատասխանի։ Պարոն Ֆարմանյան, տեսեք։ Չսպասեք, ես չեմ թողնելու առաջ։ Այս մի վարքան ես ստոպ։ Այս տաղավարում հարցազրույցը վարում եմ ես, պարոն Ֆարմանյան, տեսեք։ Խորին հարգանքով, բայց սա ճակատագրական պահ է։ Եթե իրանք չեն հայտարարում, որ գնում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Երկրորդ, 2021 թվականին չեք գտնի Հայաստանում մեկ քաղաքացի, ով ընտրել է եւ Հայաստան դաշինք եւ պատիվ ունեմ, բացի մի նպատակից, որ գնացեք Նիկոլին հեռացրեք։ Եթե կգտնեք մի քաղաքացի, ինձ հեռացեք։ Դե պարզ ընդդիմությանը ձայն են տվել, որ հեռացրեք։ Ինչ ա եղել 5 տարվա ընթացքում, չի ստացվել, չէ։ Չէ, ակնհայտ։ Չենք որոնում մեղավոր հեռացնեն, եղբայր, եթե դու մի անգամ բաց ասել ես էս, չի ստացվել, չես արել, չեմ մեղադրում։ Հիմա նորից անգամ վախենում ես արդեն նույնը ասես։ Ես իրավունք ունեմ ինքս ինձ հարց տամ, ասեմ, երկիր ես ճակատագրական վիճակում։ Դուք ինչ եք անում, դուք ում համար եք անում, ձեր մոտիվացիան որն է։ Լավ, հունիսի 8-ին ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը քնից արթնանա, տեսաձայնագրվումը Աստված չտա, ես ճիշտ լինեմ։ Նոյեմբերի 10-ի հոգեվիճակով։ Պարոն Ֆարմանյան, անգամ եթե Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, մյուս Գագիկ Ծառուկյանը թեկուզ դուրս կան ընտրապայքարից եւ ասեմ, որ օրինակ աջակցում են Սամվել Կարապետյանին այս ընտրություններում։ Դուք կարծում եք այդ մեխանիկական աջակցությունը, այսինքն 3 առաջնորդները, որ կանգնեն նույն հարթակի վրա, հելեն եւ ասեն աջակցում են Սամվել Կարապետյանին, դա կբերի իրենց էլեկտորատների նաեւ միավորման, որովհետեւ պատմությունը ցույց է տվել նաև հակառակը։ Օրինակ տեսեք, եղել է դիմադրության շարժում, բոլորը այս կամ այն կերպ այդ շարժման մեջ են եղել եւ պայքարել են իշխանության դեմ։ Եղել է հայրենիքի փրկության շարժում, դրանից առաջ էլի բոլորը այս կամ այն կերպ դրա մեջ են եղել եւ պայքարել են իշխանության դեմ, բայց իշխանությունը չի գնացել, ընդդիմությունն է փլուզվել։ Ընդդիմության այդ ֆիզիկական միավորումը կբերի նաև ձայների, այսինքն որակական միավորման, ձայների խոշորացման։ Մենք պայմանավորեցինք, չէ, որ երկրի վիճակը այնպեսին է, պետքա բաց խոսենք։ Ձեր ասած շարժումների ժամանակ այդ շարժումները լայն հանրային գիտակցությունում ա վերագրել։ Ախր երկիր այս վիճակում մենք ինչ ենք ուզում շարունակ ինքներս մեզ խաբել, ես իմ մաս, մեր տիպի մարդկանց։ Տաղավարից հետո դուրս գալ, ասենք, լավ, մենք ինչ ենք անում։ Այդ շարժման ժամանակ լայն հանրությունը չի միացել այդ շարժումներին մի պատճառով, որովհետև ինքը յենտագիտակցորեն ասել է, «Էսի նախկին նախագահների շարժումն է, ճիշտ եմ ասում, թե չի»։ Հիմա էլ նույնը չի ստացվի։ Սամվել Կարապետյանը նախկին նախագահների աջակցած քաղաքական ուժի ներկայացուցիչն է։ Ոչ, կատեգորիկ տարբեր է։ Շատ ճիշտ հարց եք տալիս, որտեվ հարցի իմաստը է սա, մեխանիկական միավորումը չի բերի ակումուլյացիայի, ճիշտ գնահատական է, բայց նայեք, մեր ժողովրդի մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը, բացի սոցիոլոգիական տվյալները, վկայում են այն մասին, որ անհաշտ է այս կամ այն չափով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Մենակ էլ հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է հայ ժողովրդին, բերել է այդ ծավալի աղետներ, բավարար է ընտրությունները ընկալելու որպես բացառիկ հնարավորություն, ոչ թե ապագա ընտրելու խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն երաշխավորված, այլ նախկին արասների համար
բացառիկ շանսը պատժել իշխանությունից զրկելով, ապագայի մասին չենք խոսում։ Այս գաղափարը համախմբում է հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանը։ Եղբայր դու 8 տարի կարացել ես սրա միջոցով նրա էսեն խապես ֆրսնես մեր միամտությունից օգտվես եւ այլն հալալակ ես։ Հիմա արդեն հասկացել ենք, եկել ես մեր դուրը հունիսի 7-ին, քեզ պատժում ենք հեռացնելով իշխանությունից։ Հիմա ժողովրդի ճնշող հոգեվիճակը, մոտիվացիան, քաշող ուժը, զգացմունքը իմ ասածն է։ Այս պարագայում, քանի որ չկա այլ ընտրակ, գիտեք որ այդպես է։ Ասեմ դες, դուք նայեք ուղղակի սոցիոլոգիական հասման տվյալները, քանի տոկոսն հասման տվյալները հենց հիմա իմ մոտ են։ Հիմա դուք կարդաք, միտքս ավարտեմ, որ ավելի դիպուկ ստացվի, էլի ձեր հարցը։ Նայեք, ժողովուրդը մեծամասնությունը ունի այդ հոգեվիճակը եւ այդ մոտեցումը։ Ինչա պետք դրա համար, բայց զուգահեռ, քանի որ չկա իրատեսական այլընտրանք, ցրված բաժան-բաժան եղած ընդդիմություն, հասարակությունը, մեծամասնությունը, խորքային ժողովուրդը, խոսքը 20-30 հազար մեր պես քաղաքականացված մարդկանց մասին չի տարբեր ճամբարներում, ապաթիայի մեջ է, ֆրուստրացիայի մեջ է, հիասթափության մեջ է, օտարացած է, մի կողմա քաշված, անզորության զգացում ունի, կասկածամիտ է։ Այդ խորքային ժողովրդին արտնացնելու քաղաքական միակ գործիքը ընտրությունների բերան, ընտրություններին ընդառաջ իրան ուղերձ փոխանցելն է ոչ թե խոսքով, այլ գործողությամբ, որ սիրելի ժողովուրդ, մենք քո գործը հեշտացրել ենք։ Դու ընտրությունների գնալու ես սև սպիտակ մոտեցմամբ։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմից միավորված ընդդիմությունն է, որտեղ ըստ էության մի նախապայման կա, այդ ընդդիմությունը պետք է ունենա ղեկավար, պերսոնիֆիկացված, որի հանդեպ չկա հանրային ատելություն եւ որը հայտարարի, որ այս ընդդիմությունը նախկին նախագահներին իշխանության հետ վերադարձնելու մասին չի, հակառակը պետք է հայտարարի, որ իր հաղթանակի դեպքում երաշխավորում է, որ նախկին նախագահները ի հարգանքով հանդերձ իրենց անցած ճանապարհին, վաստակին, լավով, վատով ինքնակամ կհեռանան քաղաքականությունից։ Էսա քո ժողովրդի պարզ սպասելիք ընդդիմությանը։ Միավորվեք, մի բևեր կազմեք, մեզ երաշխավորեք, որ նախկին նախագահներին ֆրստելով չեք բերելու իշխանության, տվեք այլընտրանք, գանք ձեր հետևից, դուք էլ կանգնեք ինչևէ չեռացվեք։ Հիմա հարց։ Եթե խոսքը սև ու սպիտակի մասին է, ինչի մասին դուք ասացիք, դուք կարծում եք սև ու սպիտակի պարագայում, երբ քաղաքականությունը բաժանվում է իսկապես երկու գույնի, Նիկոլ Փաշինյանը պարտված դուրս կգա դրանից։ Նիկոլ Փաշինյանը կպարտվի մինչև հունիսի 7-ը, եթե տեղի ունենա իմ ասածը։ Մինչև քվեարկությունը։ Գիտեք ինչու։ Որտեվ ներողություն հարցս ավարտեմ։ Դա նշանակում է ուժ։ Ուժերից մեկը, եթե ունի, այդպես չի եւ այլ, բայց գոնե Պուտինի հայտարարությունից հետո կարծես էլ ավելի են գույները խտանում այդ առումով։ Ուժեր, դուք գիտեք հիմա ինչպես են Ռուսաստանին վերաբերում Հայաստանում։ Շատ լավ։ Ռուսաստանի ռեյտինգը մեղմ ասած այնպես ինչպես 10 տարի առաջ էր։ Ինչպես են Սամվել Կարապետյանին կապում Ռուսաստանի հետ այդ առումով, հա։ Եվ ինչպես է Նիկոլ Փաշինյանը հիմա ցանկանում, դա ուղղակի երևում է իր խոսույթից, որ եռագլուխ պատերազմի կուսակցությունը, այն ուժը, այսինքն փորձում է երեքին միավորել մի ուժի մեջ եւ պայքարել իրենց դեմ ամեն դեպքում։ Այսինքն ձեր ասածը ուղիղ է, ինչ կարծես ցանկանում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ պարագայում դուք, ասենք, ունենալով նաեւ Ռուսաստանի այդ առումով Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունք հանրային Սամվել Կարապետյանը շանսեր ունի սև ու սպիտակի մեջ։ Եղբայր, ինչ Ռուսաստան, ինչ Ամերիկա, ինչ Ֆրանսիա, Ֆրանսիայի մասին Նիկոլ Փաշինյանի խոսույթն է, ինքը, ասենք, մեր ժողովրդի մի նաիվ հատվածի համոզելա, որ ինքը արևմտամետ է, այն մյուս հատվածին համոզում է, որ ինքը հակառուս է։ Նիկոլ Փաշինյանը ոչ արևմտամետ է, ոչ հակառուս է։ Նիկոլ Փաշինյանին ես մի անգամ գրել եմ, եթե իշխանությունը պահելու համար պետք լինի, ինքը ուղիղ ետերում սկսի տոտեմիզմ դավանել, այսինքն բույսերին պաշտել, կենտանիներին եւ այլն։ Այսինքն այս խապկանքը, որ տարածվում է, այնի արևմտան չկա գոյություն չունի, կա իշխանության համար կռիվ, իշխանության համար Ռուսաստանի նկատմամբ կա վերաբերմունք եւ այդ մարդը կապվում է Ռուսաստանի հետ։ Ինքը շանսեր ունի սև ու սպիտակի պարագայում հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Փաստացի այսօր ընդդիմադիր ճամբարում ամենամեծ վարկանիշն ունի իր ղեկավարած ուժը։ Սա փաստ համար 1 է, երկրորդ։ Սոցիոլոգիական հարցման տվյալներով եւ ճանաչելով մեր ժողովրդին
Եթե ձևավորվում է ընդդիմադիր մեկ միասնական բևեռ, այդտեղ գործում է արդեն Արշալույս ջան, ոչ թե այն մտազուգորդումը, որ ես Արշալույսին հավանում եմ, թե չէ, ինքը Հայաստանը կտանի դեպի Civilnet-ի մյուս տաղավար, թե պատժգամ։ Գործում է ուրիշ բան, Արշալույսի միջոցով, քանի որ բոլորին համախմբել է, կարում ենք լուծենք գլխավոր հարցը, ազատվենք այս գերեզմանափորից։ Ես ձեզ ասում եմ, մեր նախընտրական պայքարի պատմությունն էլ նայեք, նման դեպքում է, որ հասարակությունը արթնանում է, խորքային ժողովուրդը քնից արթնանում, համախմբվում է այդ գաղափարի շուրջ, որ սա եղանակ է ազատվելու Նիկոլից։ Ուրիշ ճանապարհ գոյություն չունի, սա մեկ, երկրորդ այդ խապկանքը, որ Սամվել Կարապետյան, ես Սամվել Կարապետյանի փաստաբանը չեմ, իմ կյանքում երևի մի քանի անգամ տեսած լինեմ, չլինեմ եւ չէ, զուտ պարզում եք այդ գաղափարի մասին։ Գաղափարի, Սամվել Կարապետյանի փոխան Արշակ ջան, դու էլ լինես, որ քո շուրջ համախմբվելով իրատեսորեն հնարավոր լինի լուծել այդ խնդիրը։ Ես նույնը կասեմ։ Ռուսամետության Նիկոլ Փաշինյանը հակառուս է։ Ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանը հակառուս է, ես ասում եմ կա։ Քննարկում ենք, որ մեզ լսողները մտածեն։ Մենք ընկալումների մասին ենք խոսում։ Նիկոլ Փաշինյանը ինչ արել Ռուսաստանի շահերի դեմ, հələ կասեք։ Պարոն Ֆարմանյան, մենք խոսում ենք ընկալումների մասին։ Կա ընկալում եւ կան սոցիոլոգիական տվյալներ, որ Ռուսաստանը չունի այն ռեյտինգը հիմա Հայաստանում, ինչպես այո, դա 10-15 տարի առաջ։ Փաստա դա։ Օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով, այո։ Հիմա այդ մարդը կապվում է Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ կամ մարդիկ ռուսական անձնագրով իրենց թույլ չեն տալիս մասնակցել ընտրությունների, նու պետք չի գիտնական լինել հասկանալ, թե ում մասին է այդ խոսքը։ Երբ որ կա այդ ուղիղ կապը եւ կա Ռուսաստանի բարձր հակավարկանիշը, եւ կա Սամվել Կարապետյան, որը կյանքում քաղաքականությամբ չի զբաղվել եւ ով է շահում ձեր գնահատականը։ Հիմա հարց եմ տալիս։ Չի զբաղվել կյանքում քաղաքականությամբ, հա, մեղմ ասած այդ փորձը չունի։ Այդ սև ու սպիտակի պարագայում Սամվել Կարապետյանը հաղթող դուրս կգա։ Նայեք։ Միավորված ընդդիմությունի նկատի ունեմ գնալ ընդառաջ հանրային այդ պատվերին։ Դա հանրային պատվեր է, դա իմ ցանկությունը չի։ Սամվել Կարապետյանը մեկ ուրիշը դուք ես 4-րդը 5-րդը նման հակավարկանիշն է աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ նկատի ունեք տվյալ բարակայում։ Միանշանակ դուք ավելի համառ կարճ փորձում եի հասկանալ ինչ է։ Միանշանակ այս ժողովուրդը մենակ դա է ուզում։ Նիկոլ Փաշինյանը ոնց է եկել իշխանության։ Ապրիլին, որ ինքը քայլում էր 18 թվականին, ինքը 7%-ից ավել վարկանիշ ա ունեցել կամ այդքան չէ։ Հակավարկանիշը հակավարկանիշը 21 թվականին ոնց ա վերընտրվել ընտրություններին։ Էլի հակավարկանիշներն են աշխատել ենթադրում։ Ասում եմ հիմա մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը մտքում ունի մի հարց, դա ապագային չի վերաբերում, ոնց որ դուք ասիք, ռուսամետ եւ այլն խաղաղություն։ Վերաբերում է մի բան, ասեցի ես շատ պարզ։ Դու 8 տարի մեզ խաբել ես, ֆրծրել ես, ստացվել է մոտդ ճակերտների մեջ հալալակ ես, հիմա եկել ես մեր դուրը սահմանադրության ուժով, ապագայի մասին դու իշքան ուզում ես վերմիշել կախի ժողովրդի ականջին, լավ է, մենք քեզ պատժելու ենք իշխանությունից հեռացնելով արածիդ համար։ Շատ լավ։ Պարոն Ֆարմանյան, այդ դեպքում օրինակ տեսեք, ամենակարևոր խնդիրներից մեկը, որ դուք ասում եք եւ իսկապես դա կարևոր խաղաղության եւ պատերազմի հետ կապված երկընտրանքն է, այլընտրանքն է, չգիտեմ։ Նիկոլ Փաշինյանն ունի իր ֆորմուլան։ Դա նախաստորագրված է խաղաղության պայմանագիրն է, որ Վաշինգտոնում անցյալ տարի նախաստորագրվեց, դա TRIP-ն է եւ այլ։ Հիմնական 3 քաղաքական ուժերը, որոնք կարծես այս մարտահրավեր են ներդել Նիկոլ Փաշինյանի, երբ որ խոսում ես խաղաղության մասին, իրենք մեծ հաշվով ասում են, հա դե խաղաղություն պետք է եւ այլ, բայց ասում են դե երաշխավորել է պետք։ Երեքն էլ նույն բանն են ասում այդ հարցով, հա։ Դուք որպես մարդ, որ երկար տարիներ զբաղվել եք արտաքին քաղաքականությամբ, պատկերացնում եք մոտավորապես դա ինչ է, հա։ Իրենց խոսույթը հասկանալի է մարդկանց համար, այսինքն, հա լավ է, օրինակ ընդդիմության։ Այո, ընդդիմության։ Նարեկ Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը ասում են երաշխավորի ինստիտուտն է այստեղ կարևոր։ Երբ որ խորանում ես, պարզ է ինչ երաշխավորի մասին է խոսքը, մեծ հաշվով Ռուսաստանի մասին է ասում, դե Չինաստանին էլ բերենք, Ռուսաստանին էլ բերենք, Ամերիկային էլ բերենք, այս Սյունիքում հարմարեցնենք այս երեքին իրար հետ, հա։ Ձեզ համար հասկանալի է այս խոսույթը։ Ինձ համար հասկանալի է անկեղծ, բայց հանրության համար հասկանալի չի։ Եվ դա զարմանալի չի։ Նման դիսկուրսի պարագայում Նիկոլ Փաշինյանի հաղթաթղթերը շատ ավելի զորեղ են։ Ակնհայտ է դա։ Շատ երկար ժամանակ անհրաժեշտ կլինի հիմնավորելու համար։ Կարճ, մի երկու խոսքով։ Եթե ինքը ձեր ասած նարատիվները արդեն նախապատրաստած եւ նաեւ արտաքին մեծ աջակցությամբ հանրությանը պատերազմի եւ առնազուրկ հանրության արյուն տված հասարակությանը խաղաղության խոսում ենք, հասկանում ենք, որ կապիտուլացված ժողովուրդները միշտ թերարժեքության որոշակի բարդույթ են ունենում եւ սպասված պտուղ է խաղաղությունը, խոստումը։
Նիկոլ Փաշինյանը ավելի համոզիչ է թվալում։ Դա կապ ունի իրականության հետ, բացարձակ կապ չունի։ Հանրությունը լրջորեն է, լրջմտորեն է ընդունում նման խոստումը։ Վստահեն ոչ, որովհետև ինքը իր անցած ճանապարհով Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ապացել է մի բան։ Ժորժ ջան, ես ձեզ ինչ խոստանում եմ, անելու եմ 180 աստիճան լրիվ հակառակը։ Ես ձեզ ասում եի կգամ թալանչիները հանգիստ կմնան, իմ թիմի անդամները կդառնան թալանչի, թալանել չէ, առուփախով կզբաղվեն։ Ես ձեզ ասում եի Ղարաբաղի շուրջ Հայաստանայև էր։ Պարոն Ֆարմանյան, դա կապացել են պետք է գնահատողական դատողությունները իմ թիմի անդամները կդառնան թալանչի, թալանչիները կմնան բան։ Չէ, այնուամենայնիվ կարելի է ասել որ ԿՊ-ն ամբողջությամբ դարձել է թալանչիներն մնացել, չասում եք հակառակն է անելու։ Միանշանակ հիմա միտքս ի՞նչ է։ Երբ որ ինքը նորից խոստանում է խաղաղություն, ես վախենում եմ երաշխավորված պատերազմից։ Երբ որ ինքը խոսում է Եվրամիության հետ հարաբերությունների մոտարկման մասին, ես վախենում եմ, որ ինքը ԵՄ-ից Հայաստանը վերջնարդյունքում հեռացնի այնքան, որքան հեռու չի եղել նույնիսկ սառը պատերազմի շրջանում։ Երբ որ խոսում է ինքնիշխանության մասին Նիկոլ Փաշինյանը, ես մտահոգվում եմ, որ ինքը ինքնիշխանությունից ի տառնել չի թողնելու։ Հիմա այս ամեն ինչը ԵՄ-ի մասով գոնե Եվրամիությունն էլ է խոսում, մենակ Նիկոլ Փաշինյանը չի խոսում։ Հետո ինչ որ խոսում է։ Քաղաքական նպատակահարմար ոչ։ Եվ Եվրամիությունից մեզ մի մարդ է տարել դեպի ԵԱՏՄ, դա Սերժ Սարգսյանն է եղել։ Մի վարքյան հələ, դուք Եվ ձեր իշխանության ժամանակ։ Մենք Եվրամիությունում ենք եղել Սերժ Սարգսյանը տարել։ Չէ, մենք Եվրամիության հետ բանակցում էինք DCFTA-ի շուրջ, DCFTA-ի խորացված այդ առևտրի եւ ասոցիատիվ համաձայնագրի շուրջ եւ գնացին Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ մտնելու արդյունքում մի րոպե, չէ։ Ես չեմ գնահատում դա, եսի նկատում եմ եղել է մի ուղղությամբ շարժ, հետո տեղափոխվել է մեկ այլ ուղղությամբ վրա։ Այո, Հայաստանի շահերը դա է թելադրել։ Հիմա ԵՄ-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանը, որ խորհրդարանում անատամ օրենք է ընդունել։ Հիմա ասենք, լավ, դուք լրագրող եք, ես քաղաքական գործիչ, մենք հասկանում ենք, չէ՞ որ դա ուղղված է հասարակության չտեղեկացված շրջանակների։ Այո, ասելու որ հայտարարություն է մեծ հաշվով դա։ Հայտարարություն է։ Հիմա ես մի քանի անգամ կրկնել եմ, մի քանի անգամ հիմա ձեր տաղավարում կրկնեմ։ Ով է այն միամիտը Հայաստանում, ինչալոց նախաբան, ես արտաքին ոչ մի դերակատարի ԵՄ լինի, Ռուսաստան լինի, Միացյալ, ոչ մի հարց չունեմ։ Եթե իրանք առաջնորդվում են իրանք շահերով պոկում են մեզանից եւս մի ատամ, իրանք խելքի նշանն է դա։ Մենք դի մտածենք ինչ են մեր ատամները հանում։ Հիմա ԵՄ-ն, երբ որ քաղաքական առումով թիկնոցա փռում, աջակցում է Նիկոլ Փաշինյան, դուք իսկապես մտածում եք, որ ԵՄ ծրագրերում կա Հայաստանը ճանապարհ բացել անդամակցության համար, ես մի հատ հակափաստարկ բերեմ։ Բացարձակ կապ չունի այն, որ ԵՄ-ն հիմա այնպիսի վիճակում է, որ ընդլայնման հեռանկարները խիստ մշուշոտ են, մեր վիճակը այնպիսին չի։ Թողնենք։ Բոլորը ասում են Ռուսաստանը չի թողնի։ Ես ձեզ ուրիշ բան եմ ասում։ Դուք իսկապես մտածում եք, որ Թուրքիան այն պետությունն է, որը տասնամյակներ շարունակ կանգնած լինելով եւ անդամակցության ճանապարհին։ Գիտեք նախապատը։ Այո։ Հանդուրժելու է, որ իր արևելյան հարևան Վրաստանն ու Հայաստանը իրան շրջանցելով, ընդ որում պարզ չի ինչ ցամաքային ճանապարհով, երևի ծովով անդամակցեն ԵՄ-ին։ Լավ, նայեք, գիտեք, հանուն իշխանության պահելու։ Այնպես չի որ հիմա Թուրքիան իսկապես ձգտում է ԵՄ-ին անդամակցել։ Բայց դուք ո՞նց եք պատկերացնում Հայաստանի ու Վրաստանի անդամակցությունը։ Ես չեմ ասում որ ես պատկերացնում եմ, ես նկատում եմ խոսքը գործընթացի մասին։ Ես իդեմս ձեզ ոնց որ փորձեմ խոսել։ Հասկացա։ Հակադիր կարծիք ունեցող։ Պարոն Ֆարմանյան, երկու հարցեր կա։ Խնդիրը հետեւյալն է, գալիք ընտրությունները ոչ ռուսամետության, ոչ արևմտամետության, ոչ չգիտեմ ինչա մետության մասին չեն։ Գալիք ընտրությունները մեկ բանի մասին են։ Կամ հայ ժողովուրդը կարողանում է ժողովուրդ ասելով այս դեպքում նկատի ունեմ առաջերտին ընդդիմությունը կազմակերպված լուծել Նիկոլ Փաշինյանի հարցը, հեռացնել իշխանությունից կամ Նիկոլ Փաշինյանի վերահաս վերարտադրությունը նշանակելու է մեծ սև ամպեր Հայաստանի Հանրապետության գոյության վրա կախված։ Պարոն Ֆարմանյան, այնուամենայնիվ ՀՀԿ-ից դուրս եք եկել, ՀՀԿ-ում չեք հիմա, բայց ՀՀԿ-ի վերաբերյալ է հարցս։ ՀՀԿ-ն որոշեց չմասնակցել այս ընտրություններին։ Տեսեք, մինչև 2018 թվականը ամենազորեղ կուսակցությունն էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ինչպես ստացվեց, որ 18-ից հետո մոտավորապես 7-8 տարի հետո, 8 տարի հետո հասավ այն դրանը, այն վիճակին, որ ասեմ Սերժ Սարգսյանը խոսում է նրա մասին, որ դե մի քանի մանդատ կարող էինք ստանալ, բայց մանդատը չի կարևոր, կարևորը իշխանափոխությունն է։ Այսինքն ինչու այդքան թուլացավ։
Որն է խնդիրը։ Որտեվ հետխորհրդային բոլոր երկրների իշխանական կուսակցությունները կրկնում են մեկը մյուսին, երկորյակներ են։ Հիշում եք Ռուսաստանի երջանկայի շտակ վարչապետ Չեռնոմիլզինին վերագրվող են խոսքը ասում է, ինչ կուսակցություն ստեղծեցինք, պարզվեց կոմունիստական։ Չէ, այսինքն բոլոր իշխանական կուսակցությունները իրենց բնույթով դառնում են զանգվածային կուսակցություններ։ Կորցնում են իշխանությունը, դադարում են լինել զանգվածային կուսակցությունից, դադարում են լինել հետաքրքիր եւ նաեւ օգտակար մարդկանց համար, որ մտնեն միտեղ տեղավորվեն։ Հանրապետական կուսակցությունը ձեր ասած ճիշտ հակառակն է, որովհետեւ պահելով իր տարած թեև ես ընդեղ չեմ, բայց մեծ հարգանքով էլի ասեմ, բոլոր մեր մարզերում տարածքային գրասենյակներ, թիմեր, այդ chapter-ներ, իրանք ամեն ինչ ունեն եւ բավականին համեմատաբար լավ վիճակում են, որ այդքան էլ դեռ կան, որպես իշխանությունից հեռացված կուսակցություն։ Նիկոլ Փաշինյանը, եթե վաղ իշխանությունից հեռացվի, քանի տարի անց է, չէ, 8։ Հիմա մենք խոսում ենք նրա մասին, որ ՀԿ-ին եթե առանձին մասնակցեր, իմ գնահատմամբ հաշվի առնելով նաև շատ գործոններ, արդյունավետ աշխատանք, իսկապես իրանք ընտրական շեմը կհաղթարեն 4%-ի։ Չգնացին այդ քայլին եւ իմ համար դա շատ ճիշտ որոշում է, ոչ միայն իրեն, Գրաֆի Հովհաննիսյանը, մյուսներ։ Հուսով եմ այլոք եւս նույն ճանապարհով կգնա, որ իմ ասած այդ կոնսոլիդացիան տեղի ունենա։ Բայց վաղ եթե Նիկոլ Փաշինյանը օրինակ չլինի իշխանություն, ես պետք է խնդրեմ հիշել մեր այս խոսակցությունը եւ 8 տարի դրանից հետո փորձել Փաշինյանի մի թիմակից գտնել, հրավիրել տաղավար։ Այդ նույն Մարտին Փաշինյանի կողքն են եղել, երբ ինքը չի եղել իշխանություն։ Իշխանությունից հեռացված կուսակցությունը մի քիչ այլ ճակատագիր է ունենում։ Տեսնենք։ Շնորհակալ եմ։ Ես վախենամ, որ կմնա մենակ այն կախշունը չալուն։ Բայց ասում են գնացել է, չգիտեմ դա ճիշտ է թե չէ։ Ես էլ չգիտեմ։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Սամվել Ֆարմանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։